Սա պատմություն է մի մարդու մասին, ով ուզում էր փրկել աշխարհը, բայց դրա փոխարեն ստեղծեց այն ոչնչացնելու զենք։ Նախքան պատմության ընթացքը փոխելը, նա փորձեց թումավորել իր դասախոսին, ոչ թե կատակով, այլ իրական թույնով։ Հարուստ հայրիկը փրկեց նրան բանտից ու հոգեբուժարանից, բայց այս սարսափելի գաղտնիքը հետապնդեց նրան ողջ կյանքում։ Հետագայում նա իր ներքին դևերն ուղղեց մի նախագծի վրա, որը կարող էր ոչնչացնել ոչ թե մեկ մարդու, այլ ամբողջ մարդկությունը։ Այսօր մենք կբացահայտենք, թե ինչպես է հանճարեղությունը սահմանակից խելագարությանը և ինչ սարսափելի գին է նա վճարել իր ստեղծած հրեշի համար։ Բայց ամենակարևորը, դուք կիմանաք այն դավաճանության մասին, որը նա կատարեց ճնշման տակ։ Մի արարք, որի համար նա իրեն չներեց մինչև մահ։ Դա այն պահն էր, երբ համակարգը կոտրեց նույնիսկ Տիտանին։ Սա պատմություն է ոչ թե զենքի, այլ այն մարդու մասին, ով այն ստեղծեց և անիծվեց։ Բաժանորդագրվեք հենց հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքը, տեսնենք քանիսով ենք։ Նյու Մեքսիկոյի անապատ։ Ժամը առավոտյան 5:29, լարված լռություն։ Մի մարդ կանգնած է բունկերում, աչքերը հառած մթությանը։ Նրա դեմքը քարացել է։ Մտքում միայն մեկ միտք է պտտվում. իսկ եթե սխալվել ենք։ Վայրկյաններ անց պայթյունի լույսը ցերեկ կդարձնի գիշերը, իսկ նա, Ռոբերտ Օպենհայմերը, կմտնի պատմության մեջ որպես աշխարհների կործանիչ։ Բայց այս պահին նա դեռ մարդ է, տանջվող, կասկածող, վախեցած։ Ինչպես հասավ նա այստեղ։ Ինչպես դարձավ մի տղա, որը քարեր էր հավաքում, մարդկության ճակատագիրը փոխող հրեշի ստեղծող։ Ամեն ինչ սկսվեց Նյու Յորքում 1904 թվականին։ Ջուլիուս և Էլլա Օպենհայմերների ընտանիքում ծնվեց մի տղա՝ Ռոբերտը։ Նրանք գերմանացի հրեաներ էին, որոնք հարստություն էին կուտակել տեքստիլի բիզնեսում։ Նրանց տունը լի էր Վան Գոգի, Պիկասոյի կտավներով, բայց ոչ ջերմությամբ։ Հարուստ հայրիկը գործարար էր, հեռու և պահանջկոտ։ Մայրը նկարչուհի, տառապում էր խորը դեպրեսիայով, որը սև ստվերի պես կախված էր տան վրա։ Նա իր չիրականացված երազանքներն ու տագնապները փոխանցեց որդուն։ Ռոբերտը մեծանում էր ոսկե վանդակում, նա հրաշամանուկ էր։ 12 տարեկանում արդեն դասախոսություն էր կարդում Նյու Յորքի հանքաբանական ակումբում։ Գիտնականները ապշած էին, կարծելով, թե իրենց առջև մեծահասակ պրոֆեսոր է։ Նա կլանում էր գիտելիքները՝ ֆիզիկա, քիմիա, սանսկրիտ, հունարեն։ Բայց որքան շատ էր նա սովորում, այնքան ավելի էր հեռանում մարդկանցից։ Նա ընկերներ չուներ, միայնակ էր։ Ընտանիքն անհանգստացած էր։ Նրանք նրան Բոփի էին անվանում, հույս ունենալով, որ այս մեղմ մականունը կջարդի նրա սառույցը։ Բայց սառույցը միայն ավելի էր հաստանում։ Աշխարհը պատրաստվում էր պատերազմի։ Եվրոպայում ոտքի էր կանգնում մի հրեշ, որի անունն էր նացիզմ։ Գիտնականները խոսում էին մի նոր աներևակայելի ուժի՝ ատոմի էներգիայի մասին։ Բայց երիտասարդ Օպենհայմերի համար այս ամենը հեռավոր աղմուկ էր։ Նա տարված էր իր ներքին պատերազմներով։ Նրա փխրուն հոգեկանը դժվարությամբ էր դիմանում ճնշմանը։ Նա տառապում էր մղձավանջներից, տագնապի նոպաներից։ Նրա մեջ ապրում էր մի հանճար և մի հրեշ, և նրանք անընդհատ պայքարում էին միմյանց դեմ։ Այդ տարիներին ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այս նյարդային, սոցիալապես անհարմար պատանին մի օր կղեկավարի պատմության ամենամեծ գիտական նախագիծը, որ նա կմիավորի աշխարհի լավագույն ուղեղները, ստեղծելու մի զենք, որը կարող է մոխրի վերածել քաղաքներ։ Ոչ ոք չգիտեր, որ նրա հանճարեղ ուղեղում արդեն ծնվում էին այն գաղափարները, որոնք կփոխեին պատերազմի դեմքը ընդմիշտ։ Ընտանիքը ստեղծել էր կատարյալ միջավայր հանճարի աճի համար, բայց այդ փայլուն ճակատի հետևում թաքնված էր մի մուծ անկայուն գաղտնիք, որը մի օր քիչ էր մնում նրան մարդասպան դարձներ։ Այդ փայլուն ճակատի հետևում թաքնված էր մի մուծ անկայուն գաղտնիք, մի գաղտնիք, որը մի օր քիչ էր մնում նրան մարդասպան դարձներ։ Հարվարդն ավարտելուց հետո Օպենհայմերը մեկնեց Եվրոպա, սովորելու աշխարհի լավագույն ֆիզիկոսների մոտ։ Նա հայտնվեց Քեմբրիջում, քվանտային ֆիզիկայի սրտում, բայց Անգլիայի մշուշոտ եղանակը կարծես ներթափանցել էր նրա հոգին։ Նրա մեկուսացումն ու դեպրեսիան խորացան։ Նա տեսաբան էր, ոչ թե փորձարար։ Լաբորատորիայում անշնորհեք աշխատանքը նրան հուսահատության էր հասցնում։ Նրա դասախոսը Պատրիկ Բլեքեթը ապագա Նոբելյան մրցանակակիր պահանջում էր ճշգրտություն, որին Ռոբերտը չէր կարողանում հասնել։ Նրանց հարաբերությունները լարված էին։ Բլեքեթի սառնությունը և քննադատությունը Օպենհայմերն ընկալում էր որպես նվաստացում։ Նրա մեջ ինչ-որ բան կոտրվեց։ Մի օր, զայրույթի ու հուսահատության պահին, նա արեց անդառնալին։ Նա վերցրեց մի խնձոր, ներարկեց այն թունավոր խիմիկատներով և թողեց Բլեքեթի սեղանին։ Սա կատակ չէր, սա սպանության փորձ էր։ Նա պետք է հասկանա, թե ով եմ ես, գուցե մտածում էր նա, նա պետք է վճարի։
Բարեբախտաբար Բլեքեթը չկերավ խնձորը, բայց համալսարանի ղեկավարությունը իմացավ միջադեպի մասին, սկանդալ էր հասունանում։ Օպենհայմերին սպառնում էր ոչ միայն հեռացում, այլև քրեական հետապնդում։ Ահա թե երբ խաղի մեջ մտավ նրա հարուստ հայրը։ Ջուլիուս Օպենհայմերը շտապ մեկնեց Անգլիա եւ օգտագործեց իր ողջ ազդեցությունն ու կապերը որդուն փրկելու համար։ Գործը փակվեց։ Ռոբերտին պարզապես պարտադրեցին պարբերաբար հանդիպել հոգեբույժի։ Այդ այցելություններից մեկի ժամանակ բժիշկը սարսափելի ախտորոշում դրեց՝ դեմենսիա պրեկոքս, շիզոֆրենիայի վաղ ձև։ Նա Օպենհայմերի ծնողներին ասաց, որ նրանց որդու դեպքն անհույս է։ Պատկերացնում եք, ապագա հանճարը, ատոմային ռումբի հայրը համարվում էր անբուժելի հոգեկան հիվանդ։ Այս դրվագը դարձավ նրա կյանքի ամենամութ գաղտնիքը։ Նա երբեք չէր սիրում խոսել այդ մասին, բայց այդ թունավորված խնձորը դարձավ խորհրդանիշ։ Այն ցույց տվեց, որ նրա հանճարի եւ խելագարության միջև սահմանը չափազանց բարակ է, որ նրա մեջ ապրում է մի կործանարար ուժ, որը կարող է դուրս գալ վերահսկողությունից ցանկացած պահի։ Նա խուսափեց բանտից, բայց նրա ներսի դևերը մնացին, եւ շուտով նա կգտնի մի նախագիծ, որը բավականաչափ մեծ էր եւ իր հանճարի եւ իր խելագարության համար, զենք, որը կարող էր ոչնչացնել աշխարհը։ Նա խուսափեց բանտից, բայց նրա ներսի դևերը մնացին։ Եվրոպական մղձավանջից հետո Օպենհայմերը վերադարձավ Ամերիկա, վերափոխված։ Նա հասկացել էր մի պարզ ճշմարություն. գիտելիքը ուժ է, բայց փառասիրությունը զենք։ Նա դարձավ Բերքլի եւ Կալտեխի պրոֆեսոր եւ ստեղծեց ամերիկյան տեսական ֆիզիկայի առաջին իսկական դպրոցը։ Ուսանողները պաշտում էին նրան։ Նա խարիզմատիկ էր, փայլուն, վտանգավոր։ Նրա դասախոսությունները թատերական ներկայացումների էին նման, որտեղ տիեզերքի գաղտնիքները բացահայտվում էին բանաստեղծական լեզվով։ Բայց նրա անձնական կյանքը քաոս էր, մի իսկական հրաբուխ։ Նրա կյանքում հայտնվեցին երկու կին, որոնք կդառնային նրա ճակատագրի բանալին։ Առաջինը Ջին Թեթլոքն էր, Ստենֆորդի հոգեբուժության պրոֆեսորի դուստրը։ Ջինը փոթորկոտ էր, խելացի, անկայուն եւ կոմունիստ։ Նրանց սիրավեպը կրքոտ էր եւ ինքնակործանարար։ Նա Օպենհայմերին ներքաշեց ձախակողմյան քաղաքական շրջանակներ, որտեղ խոսում էին հեղափոխության եւ սոցիալական արդարության մասին։ Սա այն ժամանակն էր, երբ ՀԴԲ-ն սկսեց ուշադիր հետևել նրան։ Նրա անվան դիմաց բացվեց մի թղթապանակ, որը տարիների ընթացքում միայն հաստանալու էր։ Հետո հայտնվեց Քիթի Հարիսոնը, ամուսնացած կին, կենսաբան, ով նույնպես կոմունիստական անցյալ ուներ։ Նա խմում էր, անկայուն էր, բայց նրա մեջ կար մի ուժ, որը գրավում էր Օպենհայմերին։ Նա խլեց Քիթիին իր ընկերոջից։ Սա սկանդալ էր, բայց Օպենհայմերին դա չէր հետաքրքրում։ Նա ստանում էր այն, ինչ ուզում էր։ Այս վտանգավոր կապերը նրա համար պարզապես խաղ էին, բայց խաղը շուտով դառնալու էր մահացու։ 1939 թվական։ Գերմանացի գիտնականներ Օտտո Հանը եւ Ֆրից Շտրասմանը ճեղքում են ուրանի ատոմը։ Ատոմային դարաշրջանի դուռը բացված էր։ Ալբերտ Էյնշտեյնը նամակ է գրում նախագահ Ռուզվելտին, զգուշացնելով, որ նացիստները կարող են ստեղծել չափազանց հզոր ռումբեր։ Ամերիկան պետք է գործեր։ Արագ։ Այսպես ծնվեց Մանհեթենյան նախագիծը, պատմության ամենագաղտնի եւ ամենաթանկարժեք ռազմական ծրագիրը։ Նախագիծը ղեկավարելու համար նշանակվեց գեներալ Լեսլի Գրովսը, կոպիտ, անզիջում զինվորական, ով կառուցել էր Պենտագոնը։ Նրան պետք էր գիտական ղեկավար, մի մարդ, ով կարող էր զսպել հարյուրավոր հանճարների էգոն եւ նրանց ստիպել աշխատել մեկ նպատակի համար։ Թեկնածուները շատ էին, Նոբելյան մրցանակակիրներ, հարգված պրոֆեսորներ։ Եվ կար նաև Օպենհայմերը։ Տեսաբան, առանց Նոբելյան մրցանակի, կոմունիստական կապերով, անկայուն անձնական կյանքով։ Թղթի վրա նա ամենավատ թեկնածուր էր։ Անվտանգության ծառայությունը կտրականապես դեմ էր։ Նա ռիսկ է, զեկուցում էին նրանք։ Նրա կինը, եղբայրը, սիրուհին, բոլորը կոմունիստներ են։ Բայց Գրովսը տեսավ այն, ինչ ուրիշները չէին տեսնում։ Նա տեսավ սարսափելի փառասիրություն։ Հանդիպման ժամանակ նա հարցրեց Օպենհայմերին. «Ինչու եք կարծում, որ կարող եք ղեկավարել այս նախագիծը»։ Օպենհայմերի պատասխանը ցնցեց գեներալին։ Նա խոսեց ոչ միայն ֆիզիկայից, այլև առաջնորդությունից, հոգեբանությունից, լոգիստիկայից։ Գրովսը հասկացավ, որ իր առջև ոչ թե ուղղակի գիտնական է, այլ հանճարեղ կազմակերպիչ։ Երբ նրան հարցրին, թե ինչու է վստահում այսքան վտանգավոր մարդուն, Գրովսը պատասխանեց. «Նա հանճար է, իսկական հանճարները հազվադեպ են»։ Գրովսը Օպենհայմերին տվեց անսահմանափակ ռեսուրսներ եւ իշխանություն, բայց դա բավարար չէր։ Որպեսզի ստեղծեր իր թագավորությունը, Օպենհայմերը պետք է կառուցեր մի ամբողջ գաղտնի քաղաք անապատի մեջտեղում։
Որպեսզի ստեղծեր իր թագավորությունը, Օպենհայմերը պետք է կառուցեր մի ամբողջ գաղտնի քաղաք անապատի մեջտեղում։ Նա ընտրեց Նյու Մեքսիկոյի մի հեռավոր սարահարթ, որը կոչվում էր Լոս Ալամոս։ «Այստեղ ոչինչ չկա», ասաց Գրովսը շուրջը նայելով։ «Հենց դա է մեզ պետք», պատասխանեց Օպենհայմերը։ Այստեղ, քաղաքակրթությունից հեռու, նա կկառուցեր իր լաբորատորիան, իր աշխարհը։ Նա տեսաբան էր, բայց վերածվեց անողոք կառավարչի։ Նա ինքն էր վերահսկում շինարարությունը, անձամբ էր ընտրում յուրաքանչյուր գիտնականի։ Նա հավաքեց աշխարհի լավագույն ուղեղներին՝ Էնրիկո Ֆերմի, Ռիչարդ Ֆեյնման, Էդվարդ Թելլեր, Հանս Բետե, Նոբելյան մրցանակակիրներ և ապագա լեգենդներ։ Նա նրանց խոստացավ ոչ թե փող կամ փառք, այլ մի բան ավելին՝ հնարավորություն լինել պատմության կենտրոնում։ Նա ստեղծեց կոտրված խաղալիքների կղզի հանճարների համար։ Լոս Ալամոսը գոյություն չուներ ոչ մի քարտեզի վրա։ Այնտեղ ծնված երեխաների ծննդյան վկայականներում որպես ծննդավայր նշվում էր փոստային բաժանմունք 1663։ Կյանքը լաբորատորիայում լարված էր։ Գիտական բանավեճերը վերածվում էին անձնական վեճերի։ Ճնշումն անտանելի էր։ Օպենհայմերը ծխում էր մեկը մյուսի հետևից։ Նրա քաշը հասավ 52 կիլոգրամի։ Նա ուրվականի էր նման, բայց նրա միտքն աշխատում էր անհավանական արագությամբ։ Նա անմենուր էր։ Լուծում էր ֆիզիկայի բարդագույն խնդիրները, հարթում էր գիտնականների միջև կոնֆլիկտները, հանգստացնում էր նրանց կանանց։ Նա այս փոքրիկ աշխարհի աստվածն էր, բայց նրա անցյալը շարունակում էր հետապնդել նրան։ Մի օր, նախագծի ամենաթեժ պահին, նա ստացավ մի լուր։ Ջին Թեթլոքը, նրա նախկին սիրուհին, ինքնասպան էր եղել։ Նա իրեն խեղդել էր լոգարանում։ Օպենհայմերը խորը ցնցում ապրեց։ Նա փակվեց իր սենյակում։ Մեղքի զգացումը քրքրում էր նրան։ Բայց նա չէր կարող իրեն թույլ տալ թուլություն։ Պատերազմը շարունակվում էր, ռումբը պետք է ստեղծվեր։ Նա իր վիշտը թաղեց աշխատանքի մեջ։ Նպատակը փոխվում էր։ Գերմանիան արդեն պարտվում էր։ Ակնհայտ էր, որ նրանք չեն հասցնի ստեղծել ատոմային ռումբ։ Որոշ գիտնականներ սկսեցին կասկածել։ Ինչի համար ենք մենք սա անում, հարցնում էին նրանք։ Եթե նացիստական սպառնալիքն այլևս չկա, ում դեմ է այս զենքը։ Բայց Օպենհայմերի համար հետդարձի ճանապարհ չկար։ Նախագիծը դարձել էր ինքնանպատակ։ Նա պետք է ավարտին հասցներ այն, ինչ սկսել էր։ Նա պետք է տեսներ, թե ինչ կլինի, երբ մարդը իր ձեռքը կվերցնի արևի ուժը։ Նա անողոք էր դարձել։ Երբ նրա ընկերներից մեկը, Հակոն Շևալյեն, անզգույշ կերպով ակնարկեց, որ խորհրդայինները հետաքրքրված են նախագծով, Օպենհայմերը պետք է անմիջապես զեկուցեր այդ մասին, բայց նա վարանեց։ Ավելի ուշ, երբ անվտանգության ծառայությունը սկսեց հարցաքննությունը, նա, փորձելով պաշտպանել ընկերոջը, հորինեց մի բարդ սուտ։ Մի սուտ, որը տարիներ անց կործանելու էր և իրեն, և իր ընկերոջը։ Սա այն պահն էր, որից հետդարձ չկար։ Նա ընտրեց նախագիծը, զոհաբերելով հավատարմությունը։ Ռումբը պատրաստ էր։ Գիտնականները ստեղծել էին հրեշին։ Հիմա մնում էր միայն մեկ հարց. արդյոք նրանց ստեղծած հրեշը կաշխատի։ Եվ այդ պահը փոխեց ամեն ինչ։ 1945 թվականի հուլիսի 16, գիշեր, Նյու Մեքսիկոյի Խորնադա դել Մուերտո անապատը, որը թարգմանաբար նշանակում է մահվան ճանապարհ։ Օդը լի է լարվածությամբ։ Գիտնականները խաղադրույքներ են կատարում։ Ոմանք վախենում են, որ պայթյունը կարող է այրել մթնոլորտը և ոչնչացնել կյանքը երկրի վրա։ Օպենհայմերը կանգնած է բունկերում։ Նա նման է քայլող կմախքի։ Բայց նրա աչքերը վառվում են։ Հետհաշվարկ։ 5, 4, 3, 2, 1, 0։ Մի պահ բացարձակ լռություն։ Հետո լույս։ Արևից հազարավոր անգամներ ավելի պայծառ։ Մի լույս, որը երբեք ոչ ոք չէր տեսել։ Լեռները, որոնք մինչ այդ մթության մեջ էին, վայրկենապես լուսավորվեցին։ Տաքությունը զգացվեց տասնյակ կիլոմետրերի վրա։ Հետո հայտնվեց սնկաձև ամպը, գեղեցիկ և սարսափելի։ Այն բարձրանում էր դեպի երկինք, կարծես դժոխքի ծաղիկ։ Գիտնականները ցնցված էին, ոմանք ծիծաղում էին, ոմանք լացում։ Շատերը պարզապես լուռ էին։ Օպենհայմերի եղբայրը, որը կանգնած էր նրա կողքին, տեսավ, թե ինչպես նրա դեմքը քարացավ։ It worked, հազիվ շշնջաց նա, այն աշխատեց։ Բայց նրա դեմքին ուրախություն չկար, միայն թեթևացում և սարսափ։ Հենց այդ պահին նրա մտքով անցան հինդուիստական Սուրբ Գյուրքի Բհագավադ Գիտայի տողերը։ Այժմ ես դարձա մահ, աշխարհների կործանիչը։ Սա նրա հաղթանակի գագաթնակետն էր և նրա բարոյական անկման սկիզբը։ 3 շաբաթ անց օգոստոսի 6-ին Էնոլա Գեյ ռմբակոծիչը փոքրիկ անունով ռումբը նետեց Հիրոսիմայի վրա։ 100,000-ից ավելի մարդ ակնթարթորեն մոխրացավ։ 3 օր անց Գերմարդը ոչնչացրեց Նագասակին։ Պատերազմն ավարտվեց։ Օպենհայմերը դարձավ ազգային հերոս։ Նրա դեմքը հայտնվեց Time և Life ամսագրերի շապիկներին։
Նրան անվանում էին ատոմային ռումբի հայր։ Նա իշխանության գագաթնակետին էր։ Նախագահները խորհուրդ էին հարցնում նրան։ Գեներալները վախենում էին նրանից։ Նա դարձել էր աշխարհի ամենաազդեցիկ գիտնականը, բայց ներսում նա քայքայրում էր։ Հիրոսիմայի մասին լուրը լսելուց հետո Լոս Ալամոսում շատերը տոնում էին, բայց Օպենհայմերը տեսավ մի երիտասարդ գիտնականի, որը փսխում էր անկյունում։ Այդ տեսարանը խորը հետք թողեց նրա վրա։ Նա սկսեց հասկանալ, թե ինչ է արել։ Մի օր նա հանդիպեց նախագահ Թրումենի հետ։ «Պարոն նախագահ», ասաց նա, «ես զգում եմ, որ իմ ձեռքերը նարյունոտ են»։ Թրումենը զզվանքով նայեց նրան։ Հետագայում նա իր օգնականներին ասաց. «Այլևս երբեք թույլ մի տվեք այս լացկան գիտնականին մտնել իմ աշխատասենյակ»։ Օպենհայմերը հասել էր Օլիմպոսի գագաթին։ Նա խաղում էր աստվածների հետ, բայց նա մոռացել էր, որ աստվածները նախանձ են։ Եվ նրանք արդեն պատրաստում էին նրա համար սարսափելի պատիժ։ Նա դարձել էր աշխարհների կործանիչ։ Բայց շուտով նա կիմանար, որ իր սեփական աշխարհն էլ է դատապարտված կործանման։ Եվ նրա դահիճը լինելու էր մի մարդ, ում նա համարում էր իր դաշնակիցը։ Սառը պատերազմը սկսվեց։ Աշխարհը պառակտվեց երկու մասի։ Եվ սկսվեց սպառազինությունների նոր, ավելի սարսափելի մրցավազք։ Օպենհայմերը, տեսնելով իր ստեղծած հրեշի հետևանքները, փորձեց կանգնեցնել այս խելագարությունը։ Որպես ատոմային էներգիայի հանձնաժողովի ազդեցիկ խորհրդական, նա հանդես եկավ միջուկային զենքի միջազգային վերահսկողության օգտին։ Նա ասում էր, որ գաղտնիքներ չկան, որ խորհրդայինները շուտով կունենան իրենց ռումբը։ Նա ճիշտ էր։ 1949 թվականին Խորհրդային Միությունը փորձարկեց իր առաջին ատոմային ռումբը։ Ամերիկան խուճապի մեջ էր։ Ռազմական և քաղաքական շրջանակներում ծնվեց մի նոր, ավելի սարսափելի գաղափար՝ ջրածնային ռումբը, սուպեր ռումբը։ Այն հազարավոր անգամներ ավելի հզոր պետք է լիներ, քան Հիրոսիման ոչնչացրած ռումբը։ Օպենհայմերը սարսափեց։ Նա այս գաղափարը անվանեց ցեղասպանության զենք։ «Մենք չենք կարող սա անել», ասում էր նա, «սա կհանգեցնի աշխարհի վերջին»։ Նա օգտագործեց իր ողջ ազդեցությունը ծրագիրը կանգնեցնելու համար։ Եվ այդպես նա իրեն հզոր թշնամիներ ձեռք բերեց։ Նրանցից ամենավտանգավորը Լյուիս Շտրաուսն էր, ատոմային էներգիայի հանձնաժողովի նախագահը։ Շտրաուսը փառասեր էր, վրիժառու և խորապես նախանձում էր Օպենհայմերի փառքին ու ազդեցությանը։ Նա ատում էր Օպենհայմերին։ Այդ ատելությունը սրվեց, երբ մի հրապարակային լսումների ժամանակ Օպենհայմերը նվաստացրեց նրան, ծաղրելով նրա ֆիզիկայի իմացությունը։ Շտրաուսը երբեք չներեց դա։ «Այս մարդը պետք է ոչնչացվի», մտածում էր նա։ Եվ նա սկսեց գործել։ Գաղտնի, անողոքաբար։ Սկսվել էր մաքքարթիզմի դարաշրջանը, կախարդների որսը։ Կոմունիստական համակրանքի ցանկացած կասկած կարող էր կործանել կարիերան։ Շտրաուսը հրամայեց ՀԴԲ-ին փորփռել Օպենհայմերի անցյալը։ Նրա բոլոր գաղտնիքները, ջինթեթլոկը, կոմունիստ ընկերները, Շևալիեի հետ կապված սուտը, ամեն ինչ հանվեց լույս աշխարհ։ Շտրաուսը սկսեց գաղտնի արշավ, Օպենհայմերին ներկայացնելով որպես անհուսալի, նույնիսկ դավաճան։ Նա համոզեց նախագահ Էյզենհաուերին, որ Օպենհայմերը վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար։ Ջրածնային ռումբի հայր Էդվարդ Թելլերը, ով միշտ նախանձել էր Օպենհայմերին, դարձավ Շտրաուսի գլխավոր դաշնակիցը։ Նա պատրաստ էր վկայություն տալ իր նախկին ղեկավարի դեմ։ Ծուղակը լարված էր։ 1953 թվականի դեկտեմբերին Օպենհայմերը ստացավ մի նամակ։ Նրան տեղեկացնում էին, որ նրա դեմ մեղադրանքներ են առաջադրվել, և նրա անվտանգության թույլտվությունը կասեցված է։ Նրան առաջարկեցին երկու տարբերակ՝ կամ հանգիստ հրաժարական տալ, կամ պայքարել իր անվան համար հրապարակային լսումների ժամանակ։ Նա կարող էր հեռանալ, պահպանել իր հեղինակությունը, բայց նրա հպարտությունը թույլ չտվեց։ «Ես կռիվ եմ տվել նացիստների դեմ», ասաց նա, «ես կկռվեմ նաև սրա դեմ»։ Դա ճակատագրական սխալ էր։ Ծուղակը լարված էր։ Ատոմային ռումբի հայրը պետք է կանգներ դատարանի առաջ։ Դա դատավարություն չէր, դա խաչելություն էր։ Եվ ամենացավոտ մեխը խփելու էր հենց ինքը Օպենհայմերը։ Դա դատավարություն չէր, դա խաչելություն էր։ 1954 թվականի ապրիլի 12։ Մի փոքրիկ տոտ սենյակ Վաշինգտոնում։ Օպենհայմերը կանգնած է 3 հոգուց բաղկացած հանձնաժողովի առաջ։ Դատախազները Լյուիս Շտրաուսի գլխավորությամբ պատրաստ էին։ Նրանք ունեին ՀԴԲ-ի հազարավոր էջերից բաղկացած գործը։ Նրանք անօրինական կերպով գաղտնալսել էին Օպենհայմերի և նրա փաստաբանների խոսակցությունները։ Նրան պատրաստ էին նրա պաշտպանության յուրաքանչյուր քայլը։ Լսումները տևեցին 4 շաբաթ։ 4 շաբաթ նվաստացում։
Նրա անձնական կյանքը, սիրային կապերը, հոգեբանական խնդիրները, ամեն ինչ հանվեց հանրային քննարկման։ Նրան հարցաքննում էին ժամերով, փորձում էին շփոթեցնել, հակասությունների մեջ գցել։ Նրա հավատարմությունը, նրա հայրենասիրությունը կասկածի տակ դրվեցին։ Շատ գիտնականներ եկան պաշտպանելու նրան, բայց եկան նաև թշնամիները։ Էդվարդ Թելլերը, ջրածնային ռումբի հայրը, տվեց իր ճակատագրական ցուցմունքը։ Նա ուղղակիորեն չմեղադրեց Օպենհայմերին դավաճանության մեջ։ Նա ավելի խորամանկ բան արեց։ «Ես չեմ հասկանում նրա գործողությունները», ասաց Թելլերը։ «Ես կնախընտրեի տեսնել այս երկրի կենսական շահերը մի մարդու ձեռքում, ով ավելի հասկանալի է և, հետևաբար, ավելի վստահելի»։ Դա դանակի հարված էր թիկունքից։ Բայց ամենասարսափելի հարվածը հասցրեց հենց ինքը Օպենհայմերը։ Ճնշման տակ, հոգնած և կոտրված, նա կատարեց իր կյանքի ամենամեծ սխալը։ Երբ նրան հարցրին իր ընկերոջ Հակոն Շևալիեի մասին, նա խճճնեց իր իսկ ստի մեջ։ Տարիներ առաջ Շևալիեին պաշտպանելու համար նա հորինել էր մի հեքիաթ։ Հիմա, երբ այդ հեքիաթը քանդվում էր, նա խուժափի մատնվեց։ Նա տվեց խուսափողական, հակասական ցուցմունք, որը փաստացիորեն մատնեց իր ընկերոջը։ Այդ պահին նա կոտրվեց, ոչ միայն որպես հանրային գործիչ, այլև որպես մարդ։ Նրա հայացքում ինչ-որ բան մարեց։ Նրա կինը, Քիթին, որը ներկա էր լսումներին, հետագայում ասաց նրանց փաստաբանին. «Այդ սրիկաները քեզ կոտրեցին»։ Վճիռն անխուսափելի էր։ Երկու դեմ մեկ կողմ ձայների հարաբերակցությամբ հանձնաժողովը որոշեց չվերականգնել Օպենհայմերի անվտանգության թույլտվությունը։ Նրան մեղավոր ճանաչեցին ոչ թե դավաճանություն, այլ բնավորության էական թերությունների և կոմունիստների հետ կապերի համար։ Դա հանրային մահապատիժ էր։ Մարդը, ով Ամերիկային տվել էր հաղթանակի զենքը, հայտարարվեց ազգային անվտանգության սպառնալիք։ Նա կորցրեց ամեն ինչ՝ իր ազդեցությունը, իր ձայնը, իր տեղը կառավարությունում։ Նա դարձավ վտարանդի իր իսկ երկրում։ Նրանք խլեցին նրա անունը, նրա կարգավիճակը, նրա հոգին։ Նա կորցրեց ամեն ինչ։ Բայց նրա պատմությունը դեռ ավարտված չէր, և նրա ժառանգությունը թաքցնում էր մեկ վերջին, անիծված գաղտնիք։ Նրա ժառանգությունը թաքցնում էր մեկ վերջին, անիծված գաղտնիք։ Օպենհայմերն իր կյանքի մնացած մասը անցկացրեց որպես ստվեր։ Նա ղեկավարում էր Փրինսթոնի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտը, ճամփորդում էր աշխարհով, դասախոսություններ կարդում։ Բայց նրա ձայնը այլևս նույն ուժը չուներ։ Նա ապրում էր մշտական մեղքի զգացումով։ Ոչ միայն իր ստեղծած զենքի, այլև իր դավաճանության համար։ Նա դավաճանել էր իր ընկերոջը, Հակոն Շևալիեին, և այդ արարքը քրքրում էր նրա հոգին։ Նա դարձել էր Պրոմեթևոսը, Տիտանը, որը մարդկանց համար կրակ գողացավ աստվածներից, բայց դատապարտվեց հավերժական տանջանքների։ Նրա լյարդը քրքրող արծիվը նրա սեփական խիղճն էր։ 1963 թվականին, որպես քաղաքական ժեստ, նախագահ Ջոնսոնը նրան շնորհեց Էնրիկո Ֆերմիի անվան հեղինակավոր մրցանակը։ Դա քաղաքական ներողության փորձ էր։ Արարողության ժամանակ նա հանդիպեց իր հին թշնամուն՝ Էդվարդ Թելլերին։ Թելլերը մեկնեց ձեռքը։ Օպենհայմերը մի պահ վարանեց, հետո սեղմեց այն։ Դա ներման ակտ էր, բայց ոչ մոռացության։ Օպենհայմերը մահացավ 1967 թվականին կոկորդի քաղցկեղից, իր անվերջ ծխելու հետևանքով։ Նա ապրեց 62 տարի, բայց նրա պատմությունը չավարտվեց, նրա ժառանգությունը շարունակում է ապրել մեզ հետ։ Նա աշխարհը մտցրեց միջուկային դարաշրջան։ Նրա շնորհիվ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մարդկությունը կարող է ինքն իրեն ոչնչացնել րոպեների ընթացքում։ Բայց նա նաև դարձավ գիտնականի բարոյական պատասխանատվության խորհրդանիշ։ Նրա ողբերգությունը հավերժական հիշեցում է այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ գիտելիքը գերազանցում է իմաստությանը։ Եվ ահա վերջին գաղտնիքը։ Նրա անվտանգության թույլտվությունը պաշտոնապես վերականգնվեց միայն 2022 թվականին։ Նրա մահից 55 տարի անց։ Համակարգը, որին նա ծառայել էր և որը նրան ոչնչացրել էր, վերջապես ընդունեց իր սխալը։ Բայց արդյոք դա ինչ-որ բան փոխեց։ Այսօր մենք կանգնած ենք նոր Օպենհայմերյան երկընտրանքի առաջ։ Արհեստական բանականություն, գենային ինժեներիա, կլիմայի փոփոխություն։ Մենք ստեղծում ենք տեխնոլոգիաներ, որոնք կարող են կամ փրկել, կամ ոչնչացնել մեզ։ Եվ յուրաքանչյուր գիտնական, յուրաքանչյուր ինժեներ, յուրաքանչյուր քաղաքական գործիչ այսօր կանգնած են նույն հարցի առաջ, որի առաջ կանգնած էր Օպենհայմերը. ինչ գին ենք մենք պատրաստ վճարել առաջընթացի համար։ Օպենհայմերի պատմությունը զգուշացում է։ Զգուշացում այն մասին, որ գիտելիքը առանց իմաստության ուժ չէ, այլ անեծք։ Նա ցանկանում էր փրկել աշխարհը, բայց փոխարենը նրան տվեց ինքնաոչնչացման բանալին, և այդ բանալին մինչ օրս մեր ձեռքերում։